Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա, հյուրանոցները լիքն են։ Իրано-իսրայելական պատերազմի պատճառով վերջին օրերին կտրուկ ավելացել է Իրանից Հայաստան տեղափոխվողների հոսքը։ Վերջին 2 օրվա ընթացքում օրական 200-300 իրանցի է Հայաստան գալիս։ Այս մասին Մեդիաբետ զրույցում ասաց Իրանի հետ սահմանակից Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։ Հոսքը կա Երևանից արդեն ավելի շատ։ Ես խոսում եմ մաքսատան աշխատողների հետ, ասում են սովորականից շատ է արդեն հոսքը, ասաց Խաչատուր Անդրեասյանը։ Համայնքապետը նշեց, որ իրանցիները, քանի որ հիմնականում ավտոբուսներով են գալիս, տեղավորվում են Մեղրիի եւ հարակից բնակավայրերի հյուրանոցներում եւ սկսում տրանսպորտի փնտրտուքով զբաղվել, որ գան Երևան կամ Երևանին մոտ բնակավայրեր, ու արդեն հյուրանոցները չեն բավականացնում։ Համայնքապետի խոսքով արդեն այսօր իրենք իրանցիներին տեղավորելու լուրջ խնդիր ունեն։ Արդեն լուրջ խնդիր ունենք հյուրանոցներում, քանի հյուրանոց զանգել ենք, ոչ մեկում ազատ տեղ չկա, քանի որ մեր հյուրանոցները քիչ են, 3-4 հատ Մեղրիում ունենք։ Մի 3 հյուրանոց էլ Ագարակում կա, բայց դրանք փոքր, մինչև 25 տեղանոց հյուրանոցներ են ու չեն հերիքում արդեն, ասաց Մեղրիի համայնքապետը։